Քրիստոսի արքայություն եւ զորություն եւ արքայության սամմե հոգվոց նամդուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացը շնորհյա ասխավություն եւ ստողություն հանցանալ Բեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անոխակալ եւ բարեգութ Թակու առաջական սիրովը տիրոսքի սանգույթյալ ծառայից եւ աղաղնոցոց եւ մանավանդ թե իշյա սոտի սնայնոցի որ տվի նսկյանս անուն Արցախի հանրապետության իշյա հավուր մեծի գալստյան արքայության քո արա արժանի ողորմության հավության եւ ծովության եղած դասավորյալ պայծառացողն սուրբս քո հաճակողնան դու ես Տեր եւ արարիչ ամենից դատավոր կենթանյաց եւ եւ քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենի ամեն։ Առաջին երթին ուզում եմ անվադառնալ վերջերին 5 տարի առաջ այսօր լուսաբացին Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ ունենալով մեկ նպատակ տիրել Արցախին եւ այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ընդունել են այդ հարվածը եւ իրենցից կախվածը արել են, որպեսզի կարողանանք կանգնեցնել Ադրբեջանի եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ ներգրաված բոլոր ուժերի այդ հարձակումը Արցախի նկատմամբ։ Ինչ վերաբերում է կարող էինք կանգնեցնել կամ խուսափել այդ պատերազմից, մենք տարիներ շարունակ տեղյակ եք, որ ձևավորված եղել Մինսկի խումբ, որը զբաղվում էր այդ հակամարտության կարգավորմամբ եւ տարիներ շարունակ լսում ենք վստահություններ, որ Արցախի հարցը ունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի թե աշխարհում, թե ընդհանրապես փոխվել է իրավիճակը, իրադրությունը, տեսակետները եւ այսօր տեսնում ենք եւ ականատես ենք անում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծում են ուժի տարբերակով։ Իսկ ինչ վերաբերում է կարող են խուսափել թե չէ, ինձ թվում է ես այդ հարցին ես բան չեմ կարող պատասխանել։ Պարոն Շահրամանյան, հիմա ասում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Դուք ինչպես եք գնահատում այս խաղաղությունը, արդյոք սա իրական խաղաղություն է։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է խաղաղության։ Դա կլինի Ադրբեջանի հետ, մեր հարևանների հետ, այլ հարևանների հետ։ Սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաներից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ։ Եվ այսօր աչք փակելով այդ հարցի վրա, ես կասեի, որ մեծ խնդիր են ստեղծում հնարավոր է հետագայի համար թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով։ Շատ են ձեզ մեղադրում ձեզ արցախցիներին, որ դե մնայիք կռվեիք, չգայիք, չտայիք։ Այս խոսույթին ո՞նց եք վերաբերում։ Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերվում, քանի որ նման արտահայտությունը աննոր մարդիկ չեն կարող իրենց լուրջ ազնվորություններ համարեն։ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության
Ռուսաստանի Դաշնության նախագահները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եվ եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020 թվականին։ 2020 թվականից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ եւ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր Ստեփանակերտի վերևում Շուշիում տեղակայված էր Ադրբեջանի զորքերը եւ այս իրավիճակում խոսել, որ մնայիք պայքարեիք, սա ես լույս չեմ կարող անել։ Իսկ 5 միլիարդի զենքը, որը թողնվել է Ալիևը։ Զենքի վերաբերյալ ես առիթ եմ ունենալ արձագանքել, այս բանի նպատակահարմար չեմ գտել։ Ժամանակը կգա, կխոսենք դրա մասին, տեղյակ եք, որ հարուցված է համապատասխան քրեական գործ եւ այդ շրջանակներում ես նաեւ հրավիրվել եմ որպես վկա հարցաքննվելու եւ բոլոր պատասխաններս ես այնտեղ հնչեցրել եմ։ Պարոն նախագահ, դուք 44-օրյա պատերազմին չեք նախագահել, բայց այդուհանդերձ ուժային կառույցի ղեկավար եք եղել։ Այդ տարիներին պատերազմի ընթացքում ներողություն կար, տպավորություն կարծիք, որ հանգուցալուծում այսպեսին պիտի լինի։ Ես պատերազմի ընթացքում ուժային կառույցի ղեկավար չեմ եղել։ Ոչ, այսպիսի վերջնական տարբերակ մենք չէինք պատկերացնում, չէինք կանխատեսում եւ իմ կարծիքով մենք ձգտել ենք անենք ամեն ինչ, որպեսզի այսպիսի արդյունք չունենանք։